Ես որ տեսնում եմ այդ չորացած ծիրանի ծառերը, Երանի գնաք մի հատ տեսնեք Էջմիածնից գնացեք Արտաշատ, բան աշտարակ, բանա, ցեղասպան ծառերի ցեղասպան չոր, համատարած չորացած ծիրանի դեղցից համատարած։ Մի հատ Նիկոլ իսկապես անցի տես, մի հատ հետաքրքրվի էլի ինչ է կատարվում, էս ինչ է եղել։ Կամ այդ Շահումյանով մի հատ գնա ձախի վրա տես, այդ ինչի է տենց ամայացել։ Այնտեղ էլ է ծիրանի ծառերը, աչի վրա խաղողի այգիները, բա մի ուրիշ բան, բա որ դուք խլեցիք։ Իմիջիալոց Գագիկ Ծառուկյանը ավերակ է ստացել այդ գործարանը, այդ բանը ցուցադրել է, չգիտեմ, կարող ենք Մարիամ ցուցադրել, բա հեսա մթերում է, ինչ է կանելու, հա, ինչ է կանելու, հեսա մթերում է։ Հա, իհարկե, բա հենց ինչ է լինելու, այս խեղճ գյուղացու վիճակը, այն մթերող կա, գործարան ոնց է լինելու, այս խեղճ գյուղացին իրենք մթերելու։ Ես չգիտեմ, այս խեղճ գյուղացին այսքան վարկի ու բանի տակ, հա, ինչ է ստացել։ Է որ ասում եք, թալանել է, ինչ է, ավերակ, մի հատ տեսեք, լավա որ կա այս բանը, թե ինչ է ստացել։ Հա, ինչ է ստացել, տեսեք։ Տեսեք ինչ է ստացել։ Ավերակ։ Եվ հիմա գնացեք, տեսեք ինչ վիճակ է։ Թանգարանն է, այնտեղ բանն անում, տուրիստերին տանում են, դա թանգարանային, տուրիստները գալիս են, վերածել է թանգարանի։ Եվ ընդհանրապես որպես արտադրություն, այո, որպես արտադրություն մեծ, այո։ Ինչն եք խլում։ Բա մի բան է դուք կառուցեք, էլի, մի բան է դուք մի ավերակել, դուք շենացեք, մի բան։ Գնա խլել է, Ավինյանը ուրախացել է, գնացեք խլել է մուլտիրեզը, բան անում, եկեք, մարդիկ, եկեք։ Նախ պետք է բոյկոտեն, եթե սրանց ձեռքն է, ով որ աբոնենտի բոյկոտի չգնա այդտեղ, որտեղ դա խլված եւ գողացած բան է։ Այդ ամբողջը բումերանգի բանն ունի, հատկություն ունի, այո, երկիրը։ Ես դրա համար ասում եմ, հիմա քանի անգամ կարելի ասել, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ոչ թե առանձին քաղաքական ուժեր, ինչքան էլ որ իրենք համարեն ինքնաբավ են, այդ ինքնաբավը այն դեպքում կարտահայտվեր, եթե դուք արդեն հասած լինեիք ձեր արդյունքին։ Չէ, Սամվել Կարապետյան, հայտարարել եք շարժվեք, ասել եք համաղուրա, արագացրեք, չգիտեմ, սեպտեմբերին, պիտի արագացնեն, շատ ուշ է արդեն, արագացրեք։ Շատ զարմացրեց Սամվել Կարապետյանի այս վերջի հայտարարությունը, այն առումով, որ ոչ բոլոր քաղաքական ուժերի հետ ենք մենք համաձայնվում, որովհետև այնտեղ կան պրոքսի, ուրեմն ընդդիմություն, որ իբր պրոքսին դե պարզ է, չէ, իշխանության հետ համապատասխան ձևով հարաբերվում է։ Ճիշտ ասում, տակից խաղեր տվողներ կան, էլի։ Իհարկե, բայց այդ դրանց տեսնել դրա կարիքը չկա։ Այդ պրոքսիներին օրինակ բերելը անիմաստ է։ Այլ հարց է։ Հիմա ասեմ, ազգային ժողովում 2-3 ուժ մասնակցեցին, որ իբր թե ընդդիմություն է։ Ես ասում եմ, բացահայտ են, չէ, բացահայտ է, չէ։ Այն երիտասարդ ինչ է, դրանն ասա, Մարիամ։ Խոսքը գնում է, այլևս ես ուզում ինձ հասկանալ։ Խոսքը գնում է նրա մասին, որ դու ձեզ համար հայտնի է, չէ, որ ովքեր են այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրականում եղել են ընդդիմություն, այն էլ երկար տարիներ։ Հիմա այդ ուժերի հետ համագործակցեք, այն պարզ է ում մասին որ խոսքը գնում է, մենք ինքներս բոլորս գիտենք, դրա մասին խոսելը անիմաստ է։ Հիմա պետք է ձևավորել այն խորհուրդը, որը որ իրոք, ել եմ կրկնում, անպայման չի 20-30, սկիզբը պետք է դրվի ամենալավագույնը 5-7 կառույցների միջև։ Շատ լավ։ Եվ այդ պարագայում բոլորին դեմ են, մենք խոսում ենք դրա մասին, եկավ իրա կեղտոտ գործը արեց, ծվրվեց։ Կեղտոտ գործ արեց, ձայները խլեց, այդ ձայները գրած բոլորին դեմ են։ Եթե դու ասում ես բոլորին դեմ են, դու ուրեմն Նիկոլի կողմից ես։ Եթե բոլորին դեմ են, քո Նիկոլը մնում էր իշխանության։ Բայց ասել ենք որ դու կեղտոտ բան ես արել։ Մի հատ ընդ արևմտամետ ինչ որ մի հատ տղա էր, ինչ էր, Գուրգեն ինչ էր։ Իրա կեղտոտությունն արեց 10-20 ազատ ձայները, փոշիացրեցին գնաց, Նիկոլական գործ արեց։ Էլ ինտեղ մի հատ էր գա կեղտոտ ուժ, ասում էին չես անցնելու, ինքնասիրարված մի հատ Ադիկալոնի գովազդի տղա կար։ Էլ իրա կեղտոտությունն արեց, իրա 20-30 հազար ձայնը փոշիացրեց գնաց, բայց հիմա ով կհամոզի, որ դուք Նիկոլական եք, ով կարող ասի։ Լավ անում։ Լավ անում Սամվել Կարապետյանն ասում է, դրանց պետք է իմանալ։ Չէ, այդ դեպքում անվանական եք։ Այո։ Եկեք անվանական խոսենք, որպեսզի պարզ լինի, թե ինչի ում է նկատում։ Շատ կարևոր։ Եվ ուզում եի նաև, տեսեք, այս հարցը մենք այսպես բացարձակ չենք խոսում սրա մասին։ Սա մենք ասում ենք, սա ազգային խայտառակությունը ինչ ասել է հայ մարդը, բազմաթիվ մի քանի 100 հոգի, այսօր զրկված են Հայաստան մտնելու իրավունքից, որովհետև Նիկոլ այդպես է ուզում։ Որովհետև այդ մարդիկ ասում են, մենք մեր տեսլականը այսպես է, Արցախը Հայաստան է, օրինակ, Արցախը պատմական մեր հայրենիքն է, եւ գերիների թեման բարձրացնում են տարբեր թեմաներով, եւ ասում են ինչ խաղաղություն մի անի հետ որ դեռ օկուպացված տարածքներ ունենք, վերջ,
ուրեմն դու Հայաստան չես մտնի։ Ես այս հարցը ել չեմ ասում, որ հայ ժողովրդի մեծագույն բարեկամ ինքը դա ապացուցել է Զատուլինը եւ նաեւ Զատուլինի ճանապարհն է փակված։ Հիմա ինչա, պետք է շատերը կարող է չընկալեն, դուք չեք տեսել նաեւ Սալավիովը ինչ է արել հայ ժողովրդի համար եւ միշտ եղել է հայ ժողովրդի պաշտպան, աջակից եւ հարցերը բարձրացրել է։ Ու այսպես Անդրանիկ Միհրանյանի ճանապարհն է փակված, Մարգարիտ ոչ միայն Ռուսաստանի, Ֆրանսիայի մեր հայկական դաշնակցության քանի այնտեղ մի 20-30 կինոց ճանապարհն է փակված, Միացյալ Նահանգներից ու այսպես շարունակ։ Այս հարցը պիտի, չգիտեմ, ինչ որ խորհուրդ ստեղծի եւ անընդհատ բարձրաձայնվի, որ սա ազգային խայտարակություն է զրկել մեր հայրենակիցներին հայրենիք մտնելու համար, որ իրենք համաձայն չեն Նիկոլի քաղաքականության հետ։ Եկեք այդ դեպքում միանգամից ձևավորենք քաղաքական օրակարգ։ Այդ քաղաքական օրակարգում բազմաթիվ հարցեր կլինեն իմիջիալոց։ Սկսած սահմանադրությունից եւ այլն, ել չեմ ուզում շատ շարունակեմ, բայց քաղ բանտարկյալների հարցը, մեր գերիների հարցը։ Իմիջիալոց պարոն Սարգսյան, լավ բան եք ասում, բայց քանի որ այսօր լոկոմոտիվը հաղթողը Սամվել Կարապետյանի է, լավ կլինի որ այս առաջարկենք։ Ես իրենց եմ առաջարկում։ Ես դրա համար ասում եմ, մենք չենք նախաձեռնում, դուք եք նախաձեռնողը։ Եկեք նախաձեռնենք այդ քաղաքական օրակարգը ձևավորեք, բոլոր հարցերը բերեք ներկայացնենք, որոնք իսկապես անհրաժեշտություն են, հայ առաքելական եկեղեցու, այն որ դուք եք սկսել եւ շատ լավ է եղել, որ դուք սկսել եք այդ պայքարը հանուն մեր հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, եկեք այդ օրակարգը ամբողջականացնենք, որովհետեւ այսօր ունենք եւ սահմանադրության խնդիրը, եւ ներքին քաղ բանտարկյալների հարցը, ձերբակալությունը արգամիջի։ Չէ, Մարիամ Եվ ուրեմն նաև մեր գերիների խնդիրը եւ տասնյակ ուրիշ հարցեր։ Տասնյակ ուրիշ հարցեր։ Որովհետեւ այդ պարագայում կներես, այդ պարագայում կարելի է արդեն որոշել, թե ինչպիսի քաղաքական քայլերով միասնաբար կարելի է այդպիսի ակցիաները կազմակերպել, պահանջել եւ այլ գեներացնել այս շարժումը ժողովրդի։ Առանց դրա ոչինչ չի ստացվելու։ Ինչքան էլ ուզում եք խորհրդարանում ձեզ հաղթողի տղեկ, թե Ռուբինյանը սենց, Ռուբինյանը նենց կամ չգիտեմ այն մյուսը, դա ոչ մի բան չի նշանակում այսօր։ Ով հաղթողի տեղ իրեն դրի։ Այսինքն որ ելույթ ունեցանք, դա տեսար ես ինչ ասեցի նրան։ Այս ամբողջը դրեք մի կողմ։ Խոսքը գնում է նրա մասին, թե իրականում ինչ արդյունք եք ստանալու ձեր քաղաքական գործունեությունից։ Եվ դա է սպասում ժողովուրդը մեզնից, բոլորից։ Չեք մոռանում, որ առաջին այդ որ Ռուբինյանը տենց ինքնաբավ, ինքնագոհ, մեծամետ ինչ-որ այս բաներով խոսում է մի հատ էլ ինչ-որ համերաշխություն, չգիտեմ ինչ, առաջին այլանդակությունը, կեղծիքը, սուտը բերել է ինքը։ Հիշում եք Աբաջանի պապու նկարը պահած եւ պապը սուտը։ Հիշում եք այդ Ռուբինյանն էր։ Այնտեղ կանգնած եւ Դորել Հովանես Իշխանյանը լավ հիշեցեց, ասեց առաջիններ, որ Շուշվա ասողն ա եղել ինքը։ Եվ այսօր դուք ուժեղ Հայաստան, նորից եմ ասում, այդ կոմպրոմիսը հանկարծ մտքներովը չանցնի, միամտաբար կամ չգիտեմ ինչ որ կոմպրոմիսներ։ Եվ այս տեսարանը ձեր մեկնաբանությունը ինչ է ուզում հասնել։ Շարունակությունն է, ոնց որ Ծառուկյանին էին փորձում նվաստացնել, հիմա էլ այս Իրան նպատակին հասնում է, թե հակառակ։ Ես չգիտեմ ում մոտ է ինքը հասնում, գիտեք ինչ, միշտ էլ կլինեն նրանք, ովքեր որ հաճույք են ստանում, երբ որ տեսնում են մեկ ուրիշի ստորացնում են։ Դա այդպիսի ստոր մարդիկ կան, ցավոք կան, հիմա ինչ ասեմ։ Բայց ժողովրդի այն հատվածը, որը արժանապատիվ ժողովուրդ են, բարձ չի որ դա չի կարող բավարարել իրենց հոգե, չգիտեմ ինչ ոնց ասեմ։ Հարցը նրանում է, թե դու ինչ ես ուզում, հա? Ինչ ես ուզում։ Ես արդեն ասեցի, այս ամբողջը ծրագիր է, որը ինքը իրականացնում է։ Եվ չի ստանում համապատասխան դիմադրություն։ Սա է խնդիրը։ Մարդուն ինչքան որ թույլ տակ, որ ինքը շարունակի այս բոլոր քայլերը, ուրեմն ինքը կշարունակի ավելի։ Երբ որ Հիտլերը գալիս է իշխանության եւ արդեն նացիստական, ֆաշիստական հայտարարություններ, առաջին փուլում շատ հрьяաներ դուրս են գալիս Գերմանիայից հասկանալով ինչ է լինելու։ Մեկ-երկու տարի հետո իրենք հետ են գալիս, վերադառնում են, մտածելով չէ, երևի արդեն ամեն ինչ բան է, նորմալ է։ Իմիջիալոց հեղափոխությունից հետո էլ շատերը այդպես մնացել են, ասում են, չէ, ոնց որ ինչ-որ բան կարգավորվում է, չէ, բոլշևիկները ինչ-որ բան, հետո բոլորին տեսանք ինչ գալիս են Երևանի կենտրոնը տեսնում։ Հիմա շատերին էլ թվում է, 8 տարի է, չէ, սա Նիկոլը լավ կլինի, չէ, հենց տեսնում եք, այն որ մտածում եք գնանք կոմպրոմիս գտնենք, գնանք
համագործակցենք, գնանք, չգիտեմ ինչ անենք։ Այսպես բանկերեսային մտածելակերպ, բանկերեսում տեսնելով սրճարանների առատ ուրեմն աշխատանքը, չգիտեմ ռեստորաններ, չգիտեմ այսինչ այնինչ, տուրիստների քանակ եւ այլ, այդ իհարկե ինչ հիանալի երկիր է, ինչ հիանալի պետություն է։ Ես ձեզ ընդամենը մի քանի օրինակ բերեցի։ Եթե այս վարկերի շարունակությունը հասնի նրան, որ դուք եւս 2 միլիարդ պարտքի տակ ընկնեք, նոր այդ ժամանակ հավանաբար կհասկանաք, թե ինչ քաղաքականություն է վարում այսօրվա իշխանությունը։ Ես ուղղակի ուզում եմ ասել, եթե 18-19 թվականին քաղաքական բարձր գիտակցում ունենային եւ հասկանային, որ ինչ աղետի մեջ ենք լինելու, նույն հանրապետականը հասկանար, նույն հայ-հեղափոխական դաշնակցությունը հասկանար, կողքի ուժերը հասկանային, անհատները հասկանային, գուցե այս աղետը չլիներ, որտեվ այդ փուլից ինչքան ուժեր եւ մարդիկ փորձեցին համագործակցել, ասել դե տղեն եկել է բանա, մարդը մենք իր անկեղծությանը չենք, այդպես հայտարարություններ էլ կան, չէ՞, մենք իր անկեղծությանը չենք կասկածում, թողեք աշխատի, չգիտեմ ինչ որ գնացին նախարարներ դարձան եւ այլն, աչք փակեցին նրա վրա, որ երկրորդ նախագահին տանում էր, աչք փակեցին, ձայն չէին հանում, նույն Գագիկ Ծառուկյանը, բա, պարոն Ծառուկյան, այդպես է լինում։ Նույն այն մյուսները, հերթով ասեմ էլի այսպես, այդպես է լինում, երբ որ նույն հայ-հեղափոխական դաշնակցությունը, որ դեռ բան արեցիք, չէ՞, մի հատ էլ Աղվան Վարդանյանին դուրս հանեցին հայ-հեղափոխական դաշնակցությունից, որովհետև այն բացառիկ գործիչներից էր, որ ասեց, ինչ ուժեր է եւ ինչ է մեզ սպառնում, հիմա ինչ որ մարդիկ կան, որ ասում են ինչի է, ինքը այսպես ասե, ինչի է գնում падգամավոր դառնում, լավ է անում Աղվան Վարդանյանը, որտեվ ինքը այդ իրավունքը ունի, որտեվ ինքը այն քիչ գործիչներից է եղել, որ առաջին վարքյանից չի վախեցել, չի ամանչել, գնացել է դատարաններ կանգնել է նախագահի կողքի եւ բացի դրանից ասել է, որ այս ուժը ինչ աղետ է բերելու մեր գլխին եւ 8-9 տարի շարունակ անդադար պայքարել է դրա համար։ Այսքանը, շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Զարուհի Փոստանջյանի հետ։